Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին հսկվում է ռազմական ոստիկանության մեքենաներ։ Որ երբևէ նման բան չէր եղել։ Ինչով է պայմանավորված, ինչու են հսկում։ Եկեղեցին Մանե ջան պատկանում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը, Վեհափառ Հայրապետի ծնունությամբ դա 2019 թվականին տրվել է առաջնորդության կարիքների համար։ Հիմա ենթադրում եմ, որ քանի որ առաջնորդությունը լուծարել են իրենք, մտածում եմ, որ եկեղեցին մտածում են պիտի վերցնեն։ Ենթադրում եմ, դա ուղղակի իմ սուբյեկտիվ կարծիքն է, որովհետև այսքան տարի 2019-ից մինչև առ այսօր նման բան չի եղել։ Այսինքն ոչ ռազմական ոստիկանությունը հսկել եկեղեցու շուրջը, ոչ այդպես ինչ-որ բաներ են եղել, այլ ոստիկաններ վերաբացվել է հոգևոր հովիվը, չեմ տեսել նման բան, որ ռազմական ոստիկանությունը ինչ-որ մուտքի մոտ կանգնի եկեղեցու բակում ու չգիտեմ, ծառայություն իրականացնի։ Ինչի համար, երբ որ եկեղեցին հիմա դատարկ է, որևէ բան չկա, այտենց ժողովրդի կուտակում կամ չգիտեմ ինչ է։ Տեր Պսակ, ինչու լուծարվեց հոգևոր ծառայությունը։ Այդ հարցը երևի ավելի ճիշտ կլինի տարբեր մասնակցողներ։ Դե ենթադրում եմ, որ հակաեկեղեցական արշավի ծիրի մեջ է, էլի, քանի որ երևի գնդերեսները հավատարիմ մնացին իրենց ուխտին, տղամարդավարի կանգնեցին այն խոստմանը, որ տվել էին սուրբ սեղանի առաջ, նվիրապետության առաջ, եկեղեցու երևի դրա հետևանքով էլ ունեցանք այս իրականությունը։ Այսինքն փորձ եղել է գնդերեսներին ներգրավել այս եկեղեցու դեմ շարժմանը։ Իհարկե, ընդհանուր ճնշումներ են եղել, ընդհանուր այսպես բաներ են եղել, համոզելու փորձեր են եղել, բայց մեր տղաների գերակշիռ մեծամասնությունը հաստատ է մնացել իրենց դիրքորոշման, իրենց վերաբերմունքի եւ իրենց ուխտի մեջ։ Այսինքն կարծում եք, որ ամեն դեպքում քաղաքական ես չեմ կարծում, որ քաղաքական է կամ չգիտեմ ինչ է, դրա տակ ամեն ինչ կարելի է հասկանալ։ Այսինքն իրենք կարող են քաղաքականացնել, մենք մեր ծառայությունն ենք տանում Մանե ջան, բոլորը կփաստեն եւ իրենք եւ զինվորականները եւ ովքեր հիմա են ծառայում, հետո էլ, այսինքն նախկինում էլ ծառայել են, թե գնդերեսներն ինչքան կարևոր առաքելություն են իրականացրել։ Սա հոգեբանական առումով զինվորների մոտ ինչ նշանակություն կարող է ունենալ։ Ժամանակը ցույց կտա ինչքանով է արդյունավետ գնդերեսի ծառայությունը եւ ինչ ունենանք մենք որոշ ժամանակ հետո գնդերեսների բացակայությամբ։ Այդ արդեն հասարակությունը եւ իրենք կգնահատեն։ Տեր Պսակ, ինչով էր կարևոր գնդերեսների դերը հոգևոր ծառայության մեջ։ Դե ուրեմն 20 եւ ավել արդեն 97 թվականից մեր ծառայությունը կա բանակում եւ գնդերեսների ներկայությունը, եթե ոչ իրենց աշխատանքը, արդեն շատ բաներ փոխում բանակում, ավելի զսպված էին, ավելի բարեհամբույր, հետո գնդերեսները իրենց աշխատանքով, իրենց ծառայությամբ շատ ու շատ արատավոր երևույթների դեմը առնում էին։ Զինվորը իդեմս գնդերեսների ուներ հավատարիմ, վստահելի մեկը, որի հետ կարող էր կիսվել, կարող էր իր խնդիրների մասին խոսել, ամեն ինչ որ եկեղեցիներում ինչպես է հոգևորական իր ծառայությունը իրականացնում։ Բանակն էլ մեր ծուխներ, մեր համայնքներ, որի մեջ մենք որպես հոգևորական մեր առաքելությունը իրականացնում էինք։